Բարև ձեզ, դուք դիտում եք հորիզոնը։ Վալենսիայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև ընդունել։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին եւ կանգնել Հայաստանի կողքին իր աշխարհաքաղաքական պայմանների եւ ուղղվածության պատմական շրջադարձի պահին։ Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը ամրապնդելու օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը իրենց երկրում եւ ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին իր աշխարհաքաղաքական պայմանների եւ ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ Եվ այսպեսով ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցություն եւ զարգացում, ինչպես նաեւ աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը, անելու ամեն հնարավորը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը, հատկապես այս օրերին, երբ հիշատակում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում եւ գնահատում ենք Հայաստանի ջանքերը եւ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում, չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին անհապաղ եւ առանց նախապայմանների եւ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայկական փոքրամասնության երաշխավորած իրավունքի մասին։ Տիկնայք եւ պարոնայք, եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին, Եվրոպական միություն տանող ճանապարհին։ Երեք աշխարհի շատ երկրներում նշվել է աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը, այն տոնական է նաեւ Հայաստանում։ Օրվա առիթով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր արժանապատիվ աշխատանք խորագրով երթ։ Այսօր օրացույցում նշվում է ոչ աշխատանքային, սակայն այն հիշեցում է այն մասին, որ աշխատանքային իրավունքները պետք է լինեն պաշտպանված։ Մայիսի 1 ունի պատմական ծագում։ 19-րդ դարի վերջին Չիկագոյում աշխատավորներն ընդվզել են երկարատև աշխատանքի ու վատ պայմանների դեմ։ Իսկ Հայաստանում մայիսի 1-յան այս երթը կրում է արժանապատիվ աշխատանք խորագիրը։ Երթը մեկնարկեց Աբովյան պուրակից։ Երթին մասնակցում են ինչպես հայկական արհմիությունների կոնֆեդերացիայի անդամները, այնպես էլ այլ քաղաքացիներ տարբեր մասնագիտություններից, բժշկությունից մինչև արդյունաբերություն։ Երթի ամբողջ ընթացքում մասնակիցները բարձրախոսով քաղաքացիներին իրազեկում էին աշխատանքային պայմանների արժանապատիվ լինելու կարևորության մասին։ Աշխատող մարդը յուրաքանչյուր տնտեսության հիմքն է։ Երթի կազմակերպիչների խոսքով մայիսի 1-ն առիթ է, որպեսզի եւս մեկ անգամ ավելի հնչեղ բարձրաձայնվեն աշխատողների ու արհմիությունների իրավունքները։ Սա նաև կարևոր միջոցառում է խոսելու մարդկանց անվտանգ աշխատանքային պայմանների, արդար վարձատրության, սոցիալական արդարության մասին։ Սրանք են բոլոր կարևոր հարցերն են, որոնց համար պիտի հետևողական լինել, ամեն օր սրա համար պայքարել, ոչ միայն մայիսի 1-ին, միայն օրենսդրությամբ դա բավարար չէ, պետք է նաև այդ մշակույթը ունենալ, վարքագծային կանոնները կարողանալ փոխել, որպեսզի աշխատողը ինքը պահանջատեր լինի այդ իրավունքի պաշտպանությանը, ինքը մտածի դրա մասին, տեղյակ լինի իր աշխատանքային իրավունքներից, այլապես պարզապես կխախտվեն աշխատանքային իրավունքները եւ եթե աշխատողը լռում է դրա մասին, ոչինչ անել չենք կարող։ Մանասերյանը հիշեցրեց, աշխատանքի ընդունվելուց առաջ քաղաքացիները պետք է պարտադիր ծանոթանան աշխատանքային պայմանագրի դրույթներին, հետագայում իրավական խնդիրներից խուսափելու համար եւ հայտնեց, որ 2024 թվականի ընթացքում կոնֆեդերացիան ստացել է 655 դիմում բողոք, որոնք առնչվել են աշխատանքային հարաբերություններում արձանագրված իրավախախտումներին։ 655 բողոքները եղել են բազմաբնույթ, ինչպես նշեց կոնֆեդերացիայի նախագահը, պրոբլեմը երկուստեք է եւ առնչվում է ինչպես գործատուների վարքագծին, այնպես էլ աշխատողների անբավարար իրազեկվածությանը, ուստի հաճախ իրականացվում է քաղաքացիների իրազեկման արշավներ տարբեր հարթակներում։ Ինչպիսի իրավունքներ ունի աշխատողը, արտաժամյա աշխատանքի համար պետք է պարտադիր վճարվի եւ այն չի կարող գերազանցել ընդհանուր աշխատաժամանակը 48 ժամը շաբաթական, գիշերային աշխատանքի համար առանձին վճարվում է, թե դա տոնական օր է կամ հիշատակի օր է, կրկնակի վճարվում է, եթե այդ օրը աշխատում է։ Արձակուրդի իրավունքը նվազագույնը 20 աշխատանքային օր է տարին աշխատողի համար, հա, դուք կարող եք օգտվել մասերով կամ ամբողջական։ Եթե դուք
արձակուրդում եք, բայց ձեզ կանչում են աշխատանքի հետ, պետք է հետ կանչ ձևակերպվի եւ այդ օրերը դուք պահպանելու եք արձակուրդի։ Նույնը, եթե օրինակ ժամանակավոր անաշխատանակություն եք ձեռք բերել, բյուլետեն, հա, այսպես ասեմ, այդ օրերի համար երկարացվում է այդքան օրով ձեր արձակուրդը։ Գործատուի կողմից աշխատանքից ազատումն էլ պետք է լինի հիմնավոր։ Կառուցվածքային փոփոխությունների դեպքում պետք է աշխատակիցը ծանոթվի 2 ամիս առաջ, ապա տրվի արձակման նպաստ ու վերջնահաշվարկ։ Աշխատողների միջազգային տոննա, աշխատավորի շահերին տեղյակ լինելու, ընդհուպ տնօրենից մինչև ամենավերև, բարձրաձայնում են կարիքները, պահանջները, սպասելով, հավատալով, քայլ առ քայլ, որպեսզի այդ պահանջները լրացվի։ Հավատում ենք։ Ինչպես ներկայացրին կազմակերպիչները, 2024-ին ստացված բողոք դիմումների իրավախախտումների գերակշռող մասը վերաբերում է սխալ կիրառված կարգապահական տույժերին, աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չստանալու դեպքերին, մարդկանց արձակուրդ տրամադրելու խնդրին։ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը հիշեցում է այն մասին, որ աշխատանքը ոչ միայն եկամուտ ապահովող միջոց է, այլ նաեւ մարդու արժանապատվության մաս։ Եվ ինչպես էլ որ նշվի այս օրը, կարևոր է հիշել, որ աշխատանքը պետք է լինի արդար, անվտանգ եւ արժանապատիվ։ Հիփսիմե Ավագյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Պաշտոնապես հաստատվել է Իսրայելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը։ Բենյամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ին։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Սա Նեթանյահուի երրորդ այցն է Ադրբեջան, մինչ այդ նա Բաքվում եղել է 2016 թվականին, իսկ դրանից առաջ 97 թվականին։ Դե գիտենք, որ Նեթանյահուի դեմ միջազգային քրեական դատարանը վճիռ է կայացրել եւ նա պետք է ձերբակալվի ցանկացած այլ երկրում, որը դատարանի անդամ է, սակայն Ադրբեջանը իրեն չի համարում պարտավոր կատարելու այս վճիռը, այսինքն այդ իմաստով որևէ խնդիր իհարկե չի լինելու։ Ամենաուշագրավը այս այցում այն է, որ այն տևելու է մինչև մայիսի 11, այսինքն 5 օր։ Այն դեպքում, երբ այցը պաշտոնական է, ոչ թե պետական։ Սովորաբար երկար են տևում պետական այցերը, եւ նույնիսկ պետական այցերը 3 օրից ավել չեն լինում։ Թե ինչով է զբաղվելու Նեթանյահուն Բաքվում 5 օր, դա կարող ենք միայն ենթադրել եւ կարող ենք պատկերացնել, որ սպասվում են շատ կարեւոր բանակցություններ, որոնք տեղի են ունենալու մի քանի փուլով եւ տարբեր մակարդակներում։ Նշեմ, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը ըստ ծրագրի պետք է կայանա մայիսի 8-ին։ Հաջորդ օրը Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը նշելու։ Այդ օրերին, երբ Ալիևը Բաքվում չի լինելու, Նեթանյահուն հանդիպելու է ըստ ծրագրի ադրբեջանցի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունենալու հրեական համայնքի ղեկավարների հետ։ Իդեպ հետաքրքիր է, որ մայիսի 8-ին նա շահիդների ծառուղում պսակ է դնելու Ադրբեջանի ազգային հերոս ազգությամբ հրեա Ալբերտ Ագարունովի գերեզմանին, ով հենց այդ օրն է մահացել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիում 92 թվականին։ Բայց նաև կարող եմ ենթադրել, որ Ալիևի վերադառնալուց հետո եւս մեկ հանդիպում կտեղի կունենա երկու երկրների ղեկավարների միջև, որը առայժմ ծրագրում չկա։ Բացի դա, ես կարող եմ միայն ենթադրել, որ այս բանակցություններում անուղղակի ձևով ներկա է լինելու նաև երրորդ կողմը, որի հետ հարաբերությունները այս այցի կարևոր նպատակներից մեկն են։ Թուրքիան նկատի ունես։ Այո, կարող եմ ասել բավական մեծ վստահությամբ, որ Թուրքիան այս կամ այն ձևով այս բանակցությունների կողմ է լինելու եւ որ Բաքուն այս անգամ եւս միջնորդի դերում է հանդես գալու։ Մանավանդ եթե նկատի ունենանք այն, որ պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ այս այցից անմիջապես հետո մոտ 10 օր հետո, միգուցե 2 շաբաթ հետո Թուրքիայի նախագահ
նախագահ Էրդողանն է Բաքու գալու, եւ դա պատահական զուգադիպություն չէ իհարկե։ Ադրբեջանը ժամանակին արդեն հանդես եկել է որպես Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման միջնորդ։ Այդպես էր 2021 թվականին, երբ հենց Իլհամ Ալիևի ջանքերի արդյունքում ի վերջո կողմերը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզված էին 13 տարի շարունակ։ Բայց դրանից հետո հարաբերությունները կտրուկ լարվեցին նորից, այն բանից հետո, երբ Սիրիայում իշխանության եկան թուրքամետ գրոհային արմատականները, որոնց դեմ Իսրայելը ռազմական հարձակումներ իրականացրեց Սիրիայի տարածքում։ Իհարկե Ադրբեջանը այդ թուրք-իսրայելական բարելավման գլխավոր բենեֆիցիարն է, քանի որ եւ Իսրայելը եւ Թուրքիան Ադրբեջանի ամենակարևոր դաշնակիցներն են եւ Ադրբեջանը շատ է կորցնում դրանից, որ այդպես էլ չի կարողանում վերջնականապես ձևավորվի այդ եռակողմ դաշինքը, որի հետ Ալիևը շատ մեծ հույսեր է կապել եւ որի բացակայության պատճառով Ադրբեջանը խնդիրներ է ունենում Թուրքիայի հետ։ Իդեպ ընդամենը 2 շաբաթ առաջ, մի քիչ ավել, ապրիլի 10-ին Ադրբեջանը նույնպես միջնորդի դերում հանդես եկավ, երբ հենց Բաքվում տեղի ունեցան Թուրքիայի եւ Իսրայելի միջև բանակցությունները հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Տեղեկությունն այն մասին, որ Բաքուն միջնորդ էր, պաշտոնապես հաստատվեց եւ Նեթանյախուի աշխատակազմը շնորհակալություն հայտնեց Ալիևին այդ միջնորդի դերը կատարելու համար։ Մի շատ կարևոր հանգամանք այս անգամ Բենյամին Նետանյախուի ինքնաթիռը Երուսաղեմից կամ Թել Ավիվից Բաքու մեկնելու է Թուրքիայի տարածքով։ Մի բան, ինչը դեռ մի քանի շաբաթ առաջ անիրատեսական էր թվում։ Գիտենք, որ անցած տարվա նոյեմբերին Իսրայելի նախագահ Իցհակ Գերցոգի ինքնաթիռը ստիպված էր եղել շրջանցել Թուրքիան, երբ մեկնում էր Բաքու COP29 գագաթնաժողովին, քանի որ Թուրքիայի իշխանությունները չէին արտոնել օգտագործել իրենց օդային տարածքը։ Նույնը տեղի ունեցավ 3 շաբաթ առաջ, երբ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ինքնաթիռներ Թել Ավիվից Բաքու մեկնում նույնպես շրջանցել էին։ Այս անգամ Թուրքիան իրավունք է տվել օգտագործել սեփական երկրի օդային տարածքը, ինչը կարծում եմ նույնպես ինչ որ բան նշանակում է։ Արդյոք եւ էլ ինչ հարցեր են առաջին պլանում լինելու։ Դե վստահ եմ, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է այն, թե ինչպիսին կլինի Բաքվի դերն ու մոտեցումը, եթե Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը ուժային փուլի հասնի։ Գիտենք, որ ընդամենը մի քանի օր առաջ, երկուշաբթի օրը Բաքվում էր պաշտոնական այցով Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանը, ով կարծում եմ փորձում էր երաշխիքներ ստեղծել, որ եթե պատերազմ սկսվի Իսրայելի եւ Իրանի միջև, Ադրբեջանը չեզոքություն կպահպանի։ Այժմ Նետանյահուի նպատակն է անել այնպես, որ այնուամենայնիվ Իլհամ Ալիևը լինի ոչ թե չեզոք, այլ այսպես պաշտպանի Իսրայելին եւ հնարավորություն տա սեփական տարածքը Իսրայելին օգտագործել որպես հանգրվան Իրանի վրա հարձակման համար։ Եւ կարծում եմ նույնպես պատահական զուգադիպություն չէ այն, որ հենց այդ այցի օրերին շարունակվելու են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները միջուկային գործարքի շուրջ։ Այս հանգամանքը եւս Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը ուժեղացնելու հնարավորություն է Ալիևի ձեռքում եւ իսկապես այնինչ վերջի շաբաթների ընթացքում տեղի է ունենում այս բարձրաստիճան պաշտոնյաների այցերը վկայում են այն մասին, որ Բաքվի դերը աշխարհաքաղաքական տարածաշրջանային գործընթացներում իսկապես շարունակում է աճել։ Շնորհակալություն Արծիվ։ Միացյալ Նահանգները այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում, չեպազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրուսը։ Մենք այլևս չենք թրջի աշխարհի մյուս ծայրը հանդիպումները մոդերացնելու համար։ Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև, ասել է նա։ Այնուամենայնիվ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղությանացնելու համար, բայց Մոսկվայից եւ Կիևից կոնկրետ գաղափարներ են անհրաժեշտ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը, պարզաբանել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ 30 տարվա դադարից հետո Ռուսաստանը մայիսի 1-ին վերսկսել է կանոնավոր չվերթները դեպի չճանաչված Աբխազիա։
Առաջին չվերթը իրականացրել է Վնուկովո օդանավակայանից Սուխումի։ Վրաստանի կառավարությունը դատապարտել է օդանավակայանի շահագործում, նշելով, որ դա տեղի է ունենում միջազգային նորմերի խախտմամբ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ դեպի Սուխումի թռիչքները կիրականացնեն 3 ընկերություններ, ընդ որում այդ բոլոր ավիաընկերությունները արևմտյան պատժամիջոցների տակ են Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից հետո։ Նիդերլանդներում մեծ շուկով նշվել է Թագավորի օրը։ Վիլհեմ Ալեքսանդրի ծննդյան օրը Ամստերդամի փողոցներն ու ջրանցքները ողողված են եղել նարնջագույնով։ Welcome to King's Day 2025. Woo! Մի պահ թվում էր Ամստերդամը շնչում էր նարնջագույնով։ Այսպես էին նկարագրում միջազգային հեղինակավոր լրատվականները Նիդերլանդների ամենամեծ ազգային տոնը՝ King's Day-ը կամ Թագավորի օրը։ Տոնը, որը կապված է Թագավորի Վիլհեմ Ալեքսանդրի ծննդյան օրվա հետ, նշվում է ամեն տարի ապրիլի վերջին։ Սակայն այս տարի, քանի որ օրը կիրակի էր, տոնը նշվել է սովորականից 1 օր շուտ։ Սա Նիդերլանդներում պարզապես պետական տոն չէ։ Թագավորի օրը այստեղ հպարտության, ազատության եւ միասնականության օր է, երբ ողջ երկիրը 1 օրով դառնում է բացօթյա փառատոն։ Հերենգրախտի, Քեյզերսգրախտի եւ այլ ջրանցքների երկայնքով, ինչպես ամեն տարի այս տարի էլ նավերը շարված էին մեկը մյուսի կողքին, իսկ երաժշտությունը լսվում էր մինչև ուշ գիշեր։ Մարդկանց հագուստներում այդ օրը գերակշռում է նարնջագույնը, ամենուր այդ գույնի գլխարկներ, կոստյումներ, ժապավեններ։ Բանն այն է, որ նարնջագույնը հոլանդական թագավորական տան, Օրանիեի տան խորհրդանիշն է եւ այս օրը այն դառնում է ազգային միասնության գույնը։ Օրվա տոնակատարության հետ մեկտեղ իր տեսաուղերձում Վիլհեմ Ալեքսանդրը նաեւ անդրադարձել է Հռոմի պապին։ Թեև առավոտյան երկինքը մռայլ էր եւ անձրև էր եղել, տեղացիներն ասում էին. այս տոնը անձրևը չի կարող կանգնեցնել եւ ծիծաղելով շարունակում էին պարել։ Պիպսի Մավակյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։